Երկրի վրա քայլող քաճառյուծները եւ երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Դավիթ Յուրիի Գասպարյան։ Ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երկու եղբայր էին, նա կրտսերն էր։ Եղել է խելոք, աշխույժ, ժպտերես եւ ընկերասեր երեխա։ Հաճախել է մանկապարտեզ, իսկ առաջին դասարան գնացել է 1986 թվականին։ Սովորել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում, եղել է հարվածային։ Սովորել է մինչև 8-րդ դասարան։ 4-րդ թե 5-րդ դասարանից 4 տարի զբաղվել է շախմատով եւ նկարչությամբ։ Սիրում էր զբաղվել ձկնորսությամբ։ 1994 թվականին ավարտելով 8-ամյակը ընդունվել է գյուղատնտեսական քոլեջի մեխանիզացիայի բաժինը, սակայն կիսատ թողնելով կրթությունը զորակոչվել է բանակ։ Զորակոչվել է 1997 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ծառայել է Արցախի ՌԵՊ կոչվող ռադիոէլեկտրոնային կապի եւ պայքարի զորամասում։ Ծառայել է պատվով, հպարտությամբ եւ հասկանալով, որ զինվորական կոչումը իրենն է, զորացրվելուց հետո մնացել է որպես պայմանագրային զինծառայող, աշխատել է 1 տարի։ Նա ամուսնացել է 2000 թվականին Արշալույսի հետ, ով նրան պարգևել է 3 զավակ, 1 տղա, 2 աղջիկ։ Որպես պայմանագրային զինծառայող մնացել է մինչև 2002 թվականը։ Այդ թվականին էլ հեռակա ուսուցումով ավարտել է քոլեջը, ապա աշխատել է տարբեր տեղերում՝ Դիզակում որպես վարորդ, հետո ինտերսերվիսում, նախ որպես վարպետ, այնուհետև որպես բրիգադիր, հետո էլ աշխատանքի է մտել ՖԱՄ ՍՊԸ շինարարական ընկերությունում։ Այդ ժամանակ զբաղվել է նաև եկեղեցիների վերանորոգմամբ, այդ թվում է նաև դա դիվանքը։ Ասում են, եթե բարի գործ ես անում, եկեղեցին կպաշտպանի քեզ։ Այն էլ այս պարագայում, որ նա հենց եկեղեցիներ է վերանորոգել։ Այդ հավատալիքի համաձայն նույն եկեղեցիները պիտի պաշտպանեին նրան։ Բա ուր է։ Պատասխան պարզապես չկա։ 2008 թվականին կրկին անցել է զինվորական ծառայության Ստեփանակերտի Էնզորամասում, որպես վարորդ, շտաբի պետի վարորդն էր, կոչումով ավագ ենթասպա էր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտի Էնզորամասի մարտական դիրքում էր, հրետանակոծության պատճառով գնացել էր Թալիշ։ Ապրիլի 1-ի գիշերը նրան զանգել տանից կանչել են։ Այդ օրը ամսի 4-ին նրա զոհվելուց կես ժամ առաջ կինն է զանգել, հարցրել, թե ինչու տուն չի գալիս, ինչպես է։ Նա էլ երեխաներից է հարցրել, ապա կնոջն ասել. «Սիրում եմ ձեզ»։ Ապա լռել ու նորից խոսել. «Լավ մնացեք» եւ նախապատրաստողական ձևով վերջացրել խոսքը. «Եթե պետք լինի, նկուղ կգնաք»։ Անմեղ, մանկահասակ 3 փոքրիկներ, որ դեռ մանուկ տարիքից մնացին արցունքոտ աչքերով եւ կարոտ իրենց սիրելի հայրիկին։ Սփոփանքի բառեր չի լինում գտնել։ Մեր հերոսը շտաբի պետի Կամո Վարդանյանի հետ Թալիշում է եղել։ Ապա մարտական գործողություն կատարելու նպատակով գնացել են Մատաղիս։ Երկուսով խրամատում են եղել։ Պայթյունի հետևանքով դարձել է հավերժի ճամփորդ, իսկ շտաբի պետը ողջ մնացել։ Ողջ է, սակայն սարսափելի ծանր վիշտ է նրա համար Դավիթի զոհվելը։ Չի հաշտվում այն մտքի հետ, որ նա իր կողքին չէ։ Սիրելի հերոս, քեզ բոլոր ճանաչողների համար էլ քեզ հետ կապված հուշերը շատ են։ Միայն ափսոս այդ ամենի մեջ դու չկաս։ Քո բացակայությունն է բոլորին ցավ պատճառում։ Մեր հերոսն իր նվիրված ծառայության ընթացքում ունեցել է բազում պարգևատրումներ։ Պարգևատրվել է ՀՀՊԲ նախարարության զինված ուժերի 20 տարի հոբելյանական, ՀՀՊԲ Ծովակալ Իսակովի եւ Անբասիր ծառայություն մեդալներով, ինչպես նաեւ մի շարք պատվոգրերով։ Իսկ հետմահու պարգևատրվել է Արցախի մարտական ծառայություն մեդալով։ Մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումը Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչված էր մեր հերոսի անվամբ։ Փառք քո հիշատակին եւ խոնարհումս քեզ, մեր սիրելի հերոս։